Տիրոջ, որ Աստված հնարավորություն տվեց ձեզ հետ մեկտեղ Տիրոջը պաշտելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի սիրելիներ, խնդրեի որ դուք աղոթ անեք, որպեսզի Տիրոջ խոսքը Հոգուց առաջնորդվի, մենք խոսքի դուռը բացվի, խոսենք այստեղից ոչ թե մարդու խոսք, այլ Աստծո խոսք։ Որպեսզի մենք այստեղից սիրելիներ բժշկված գնանք, այստեղից Տիրոջ հետ հաղորդակցված գնանք, մեկանանք Աստծո հետ, ավելի մեր ուխտերը նորոգենք, ավելի ամրապնդենք ավետարանի խորհրդի մեջ, որտեղ մենք չգիտենք գալիքը մեզ ինչ է սպասում, բայց մենք պիտի մի բան այսօր սպառազինվենք, այսօր լցվենք Սուրբ Հոգով, այսօր մեր սրտերը ավելի բացենք Տիրոջ առաջ անկախ դու ինչ տարիքի հավատացյալ ես, նշանակություն չունի։ Մենք ինչքան որ ապրում ենք այս երկրի վրա, այնքան տեղ ունենք սովորելու սիրելիներ, այնքան տեղ ունենք աճելու, Աստված օգնի, որ մենք այսօր ճանաչենք այն բաները, որ մեզի Աստվածանից տրված է, սիրելիներ։ Շատ կարևոր է, որ մենք այսօր իմանանք, մենք ով ենք, Աստված մեզ հետ ինչ գործ ունի, եւ Աստված մեր կյանքում ինչ արել, եւ ինչ ծրագիր, ինչ նպատակ ունի։ Աստված ուզում է սիրելիներ իր ժողովուրդը իրական հոգով ու ճշմարտությունով իրեն երկրպագել։ Ոչ թե ուղղակի գաղափար, ոչ թե ուղղակի կրոնավորություն, ոչ թե ուղղակի իմանալ Հիսուսի մասին, բայց հաղորդակցություն չունենալ։ Աստված ուզում է սիրելիներ, որպեսզի մենք այսօր իր հետ հաղորդակից լինենք, որտեղ ամենագերագույն բանը սրանից է կախված, մեր հաղորդակցությունը իր հետ։ Եթե մենք իր հետ հաղորդակցություն չունենանք, սիրելիներ, մենք շատ բաներից կհոգնենք աղոթքից, հոգնենք կարդալուց, հոգնենք պաշտամուն գալուց։ Գիտեք, ամենակարևոր բանը, որպեսզի մենք այսօր ճաշակենք Տիրոջը, ճաշակենք նրա քաղցրությունը, նրա սերը վայելենք, որպեսզի ոչ մի բան չկարողանա նա մեզի խախտել, սիրելիներ։ Դրա համար Պողոս առաքյալը առաջին Կորինթացիների մեջ շատ օրհնյալ մի համար ասում, սիրելի համարներից մեկն է 9-րդ խոսքի առաջին Կորինթացիս 1:9-ում։ Ասում է Աստված հավատարիմ է, որ կանչվեցան։ Նպատակը մի բան է, սիրելիներ։ Աստված մեզի չի կանչել, որպեսզի մենք այսօր լավ շքեղ տներ ունենանք, առողջ լինենք, թանկանոց մեքենաներ ունենանք, որ ինչ գործ բռնենք, հաջողվի, մեծ կալվածքի տեր դառնանք, մեր անցնի, մեր սրտի ուզածը կատարվի։ Աստված սրա համար չի մեզի կանչել։ Աստված մեզի կանչել է մի բանի համար, որ մենք կյանքի հետ հաղորդ լինենք, ժողովուրդ ջան, որ մենք կյանք ունենանք։ Դրա համար ասում Աստված հավատարիմ է, որ կանչվեցանք, հաղորդ տալու իր որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ասենք փառք Տիրոջ։ Այսօր անկախ քո վիճակից, անկախ քո դժվարություններից, դու այսօր քո սիրտը բաց, ասա Տեր, ես ուզում եմ քեզ հետ հաղորդ լինել։ Գիտեք, մարդը եթե երկնային կենաց այդ հացը, այդ ջուրը, որ Քրիստոսն է, չճաշակի, ինքը երկար չի ձգելու։ Գիտեք, հավատքի կյանքը քաղցր օրհնյալ կյանք է։ Հավատքի կյանքը ում համար դժվար, ովքեր որ չեն հավատում։ Ուղղակիորեն մակերեսային, որ ասում ենք, հա, հավատում ենք, փառք Աստծու, գնում ենք, երգում ենք, աղոթում ենք, բայց երբ որ գալիս է մի դժվարություն, գալիս է մի նեղություն, հիվանդություն, չգիտեմ ինչ անուն կտնեք, այս պահին արդեն մարդը խախտվում է։ Երևում է մարդու այդ կառույցը, իրոք այս մարդը հաղորդ եղել Աստծո հետ, թե ոչ։ Բայց երբ որ մարդը սկսում է հաղորդակցվել, տեսեք Պետրոս առաքյալը
Շատ կարևոր մի բան ասում սիրելիներ, որ մենք այսօր այս խոսքերը ինձ ուժ ա տալիս, զորություն ա տալիս, որպեսզի մենք այս հաղորդակցությունը ունենանք, մենք սրա մասին մտածենք այսօր։ Ուրեմն տեսեք, ասում է մեր սիրելի Պետրոս առաքյալը, երկրորդ Պետրոսի մեջ մի օրհնյալ բան ասում։ Կուզենամ հենց առաջին գլխից 3-րդ խոսքից կարդամ։ Ինչպես իր աստվածային զորությունը կենաց և աստվածապաշտության վերաբերյալ ամեն բաները մեզի տվավ անոր գիտությունով, որ մեզ փառքով առաքինությունով հրավիրեց, ասենք փառք Տիրոջ։ Երանելի մարդ ենք, ժողովուրդ ջան։ Պատկերացնում եք Աստված ինչպիսի խոստումներ, ինչպիսի պատիվ, ինչպիսի փառք ա տալիս մեզ, որ սա մեր գաղափարից վեր ա սիրելիներ, որպեսզի մենք ինչ ասում, որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի, ինձ ու քեզ ա տրված։ Հավատում ես դրան, փառքը Տիրոջ։ Սիրելիներ, երբ որ մարդը երևույթին վիճակներին ա նայում, այս մարդու կյանքում ինքը չի բացվում, ինքը չի կարա հավատալ այս աստվածական խոստումներին։ Ինչ խոստում Աստված մեզի տվել այսօր։ Նա խոստացել ա, որ ես գնալու եմ իմ հորս քո, ձեր հորը քո, գնալու եմ ձեզ համար տեղ պատրաստելու, գնալու եմ և նորեն պիտի գամ, որ ձեզին քովս առնեմ, որտեղ ես եմ, որտեղ դուք էլ հոն լինեք։ Ասենք փառք Տիրոջ։ Սա խոստում ա պատվական։ Ամենամեծ պատվական խոստումները այսօր աշխարհը ինչ ա քեզ ինձի խոստացել։ 22 տարի ինձի խոստացել ա։ Կեր խմի, վաղ միսօր կմեռնես։ Ուրիշ բան չի խոստացել։ Կեր խմի, վաղ միսօր կմեռնես։ Բայց սիրելիներ Աստված մեզի մի պատվական խոստումներ ա տվել, որ այս խոստումը սիրելիներ մենք ճանաչելով, որ ճանաչենք, Պողոս առաքյալ առաջին Կորինթացիների մեջ ասում է, ճանաչենք այն բաները, որոնք Աստվածանից մեզի տրված են։ Ճանաչենք։ Գիտեք, մեր վրեժ, լուսահոգի վրեժ եղբայրը միշտ հիշում եք, ասում եք, ճանաչենք ճշմարտությունը։ Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի։ Հովանու ավետարան 8-րդ գլուխն ա սիրելիներ։ Մենք այսօր պետք է ճանաչենք Աստված իմ ու քո կյանքում ինչ գործ ա անում, ինչպիսի խոստումներ ա տվել, որ մենք այդ խոստումներին հուսալով, ապավինելով, մենք երևույթին վիճակներին չնայենք, ապա նայենք Տիրոջ խոստումներին։ Աբրամը չնայեց, ինքը Աստծուց խոստում ուներ, որ որդի պիտի ունենար, բայց ինքը չնայեց իր տկարությանը, չնայեց իր կնոջ տկարությանը, այդ խոստումին սպասեց։ Սիրելիներ, Տերը խոստացել ա, նա շուտով պիտի գա։ Մենք ինչ այդ խոստումը իրոք մեր կյանքում զորություն գործում ա, տեսեք ինչ ա շարունակությունում ասում, որոնցով ամենամեծ պատվական խոստումները տրված են մեզի, որպեսզի ասոսմով աստվածային բնությանը հաղորդ լինենք։ Դեռ այսօր մարդը Աստծո հետ հաղորդակցություն չի ունեն։ Մարդը մտածում է արտաքին որոշ բաներով, եթե օրինակ սիրելիներ, վայրի ծառը, վայրի ծիրանը, վայրի վիշնյան, դեղձը, եթե մենք ամենա թանգանոց թույներով, թանգանոց պարատանույթներով, վերջապես մշակենք, թերտենք, ամեն ձևի նայենք, ինքը կարա լավ պտուղ տա, իհարկե ոչ։ Ինչքան են ուզենաս դրա վրա ծախսեր, չարչարվես, ոչ մի տեսակի իրա վրա միջատներ չլինի, ինքը շատ փարթամ ծառ լինի, մեկը ինքը վայրի է։ Իմի սիրելիներ, մեր նպատակ այսօր Աստված ուզում է մեր կյանքը փոխի, բայց ո՞նց ես ու դու փոխվենք։
եթե ես ու դու հաղորդակից չլինենք։ Իմի սիրել է Պետրոս Արաքել ասում է, եթե Տիրոջ համը առել է, ճաշակել է, եթե մարդը Աստծո հետ հաղորդակցություն չունենա, այդ կյանքի համը քաստրություն է, 34 Սաղմոս ասում է, ճաշակեցեք, տեսեք, որ Տերը քաղցր է։ Եթե ես ու դու այդ քաստրության համը չառնենք, մեր կյանքում փոփոխություն չի լինելու։ Մենք գիտենք, որ մեր սիրտը չարու խաբեբա է։ Սրանում համոզված ենք, ես համոզվել եմ։ Այդ համոզմունքը Տերն անձի համոզել։ Ես չեմ համոզվել, Տերն անձի համոզել։ Երեմիան ասում է, սիրելիներ, Տերը զիս համոզեց ու ես համոզվեցա, որ ինքը զորավոր է ինձի հաղթեց։ Այսօր ինձ ու քեզ հաղթողը դա Տերն է։ Եթե ես ու դու այսօր ուզում ենք, այս պատվական խոստումները մեր կյանքում իրականություն դառնան, որ մենք ապրենք Աստծուն հաճելի, ապրենք քրիստոնյա վայր, Քրիստոսի հավատքով ապրելու, մենք պիտի հաղորդակցից լինենք Աստծո հետ։ Եվ շարունակությունը ասում է, եթե հաղորդը լան աշխարհի մեջ ցանկություն է առաջ եկած ապականությունը փախչելով։ Իմի ինչքան ուզենանք մենք փախչենք։ Մարդը ինքը իր կյանքում լիքը հնարքներ ունի։ Եվ ավետարան ասում է, Աստված մարդուն ուղիղ ստեղծեց, բայց մարդը հնարքներ փնտրեց։ Դա բացարձակ ճշմարտություն է։ Եղել այն կյանքում ես էլ եմ հնարքներ փնտրել։ Ուզեցել եմ Աստծուն հաճելի ապրել, ուզեցել եմ մեղք չգործել, իմ հասկացածով, իմ գաղափարով, ուզեցել եմ մի բան անել, որպեսզի լավ գոնե մի շաբաթ, համար մի շաբաթ մեղք չգործեմ, Աստծուն հաճելի ապրեմ։ Եկել է միգուցե ստացվել է մի օր, որ էդի հաջողվել է, բայց հաջորդ պահին նորից պարտություն եմ ունեցել։ Եվ նորից սկսել եմ կառուցել, նորից քանդվել է։ Մի օր գիտեք ջուրն է եկել քանդել, մի օր կրակն է վառել։ Ու ես էսենց մնացել եմ, այսպես ասած շիվա, ոնց անեմ, պատեր Աստված, այս հավատքը իմ քրքի բան չէ։ Այս հավատքը իմ բանը չէ, ես չեմ կարա, բայց երբ որ նայում եմ աշխարհ հետ դառնալ չկա։ Ուր գնամ ախր։ Մի ահավոր վիճակի մեջ։ Բայց երբ որ մարդը սկսում Աստծո հետ հանդիպում ունենալ, հաղորդակցվել, կյանքը փոխվում է։ Մենք այնօր մեր առաջին աղբերը մեր տունը հիշացինք, ես հիշացիմ Սուրբ Հոգու մկրտությունը 98 թվականի դեկտեմբերի 17-ին ես ծխում էի, ես չէի կարող ազատվել ծխախոտից, շատ բաներ կար, որ չէի կարող ազատվել։ Շատ եմ փորձել, որ թարգեմ, այսօր կարա թարգեմ, մարդկանց կյանքում կա, հնարավոր է, հաջողվի թարգի, բայց կարող է որոշ ժամանակ անցնի նորից սկսի։ Եղբայրներ ջան, ով որ ծխել է, նա հասկանում է ինչ եմ ասում։ Այդ որ թարգում ես, եկա ժամանակ նորից կսկսես, թարգածը նորից կսկսես, բայց այն որ Տերը ազատում, ասում է, երբ որ որդին ազատի, իրապես դու ազատ կլինես։ Դրա համար ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Հիմի հարցը սրանում է կայանում, երբ որ Սուրբ Հոգին եկավ ինձ վրա, իմ ներսը տաղնու վրա եղավ, իմ ներսը քարուքանդ եղավ, ամեն սատանայից այդ գերավարված, այդ կապանքները, այդ կոշտորները քանդես Տեր ամբողջովին, և ինձի կյանքով շնորհեց, և այդ լույսը վառվեց իմ մեջ, ու խավարը հեռացավ, այդ զիբիլը իմ կյանքից վերացավ, հավիցյանը սավիտելից, փառավորվի Տիրոջ անունով։ Սա ընդամենը մի չնչին օրինակ, երբ որ մենք Աստծո հետ հաղորդակցվում ենք, սիրելիներ, այստեղ շատերը հին հոգի եք, երբ որ Տիրոջ ներկայությունը դու վայելում էիր, հիշի առաջին սերը, հիշիր այն կրակը, ջերմությունը, որ ճաշակում էիր Տիրոջը, ժամերով ծնկից դուրս չէիր գալիս, վայելում էիր երկնքի օրերը, սիրելիներ, երկրի վրա, ու քեզի մեկը չկար, որ ասեր,
Գիտես, էսի չի կարելի, կամ էսի կարելի է, արդեն մեկը կար, քեզի առաջնորդում է, և նրա անունը Հիսուս Քրիստոս է, և նրա հոգին էր, որ քեզի առաջնորդում է, քեզի հանդիմանում է, մեկը չպետք է քեզի հանդիմանել, ինքն էր ինձ հանդիմանում, ասում էր տղաս, էսի հաճելի չես անում, սա ճիշտ չես անում, այսպես ապրի, այս է ճանապարհը, այս է ճշմարտությունը, հրաշարվիր քեզանից, հանքը հին մարդ է քո վրայից, ես նոր եք հագցնեմ, հին պատմությանը թամ։ Սիրելիներ, մենք կարող է շատ ծառայություններ անենք, ինչպես անառավ որդու մեծ և պատմության մեջ 6 եղբայրը ծառայում էր, բայց իր նպատակը գիտեք ինչն էր, ուլն էր, ուլ, բայց ինքը փոխարեն հոր հետ ուրախությունը, հոր հետ կիսեր հետ ունեցածը, վայելներ, ինքը մի նպատակ ուներ, ուլը, մի ուլ չտվեցի ինձ, այսօր կարող մեր կյանքում ինչքան ուլեր կան, մենք ինչքան ուլեր ենք ուզում, Տեր էսի տուր, Տեր ենի տուր, էսի որ տաս լավ, բայց իրականը թողել ենք երկնքից իջած կյանքը, որ Քրիստոսն է, մենք սա չենք ուզում, Տեր, ախր տարիները, ախր ամիսներ, ախր օրեր, քո ներկայությունը չի վայելում, միգուցե լսել եք, Գրիշ աղբերը վկայել է, մեր ավակ եղբայրներից մի օր կայցելի, դու կտեսնի եղբայրը տխուր, այդենց արցուններով աշկերել, ասում է ինչ է եղել եղբայր որդեթը, ասում է գիտես, այս երկու ատերը չի խոսում ինձ։ Գիտեք այսօր, բայց ինչքան հոգիներ կան, որ հաղորդակցությունը չունեն, ու այսօր ինչի համար շատ հավատացյալների կյանքում ուրախությունը չկա, հույսը չկա, այս խոստման հույսը չկա, մարդը տեսնում է երևույթը, տեսնում է խնդիրը, ասում է ոնց եմ ապրելու, ես հիշում եմ կինս ներկա է, հիշում եմ կարանտինի ժամանակ կորոնայի, մեր տուն ընդամենը 5000 դրամ փող կար, բայց մեր կոմունալները կազմում էր 50,000, ես ու կինը տենց մտածինք, հաշվարկեցինք, իտոգի եկանք, որ մեր ընտանիքը մեռնելու ասոնից։ Ասի, էսի մենք ենք էսենց որոշում, մենք ենք էսենց, բայց մեր Տերը, մեր հերն է, այսքան ժամանակ, ինքն է պահել մեզի, և ինքը մեզի խոսացել է, նեղություն կունենակ, աշխարհում նեղություն կունենակ, բայց քաջացել ես հաղթել եմ աշխարհին։ Սիրելիներ, մենք ապրեցինք մինչև այսօր ու կապրենք մինչև Տերը ինչքան որ կամենա, դրա համար ասեն թափ 90-ական թվերը հիշենք, ինչպիսի դժվարություններ, մեքենա չկար, ոտքով պաշտամունքներ էին գնում, 10 կիլոմետր, 12 կիլոմետր, 7 կիլոմետր, 5 կիլոմետր, ձուն անձրև են երկներ երկում թեև քամին ու անձրև խփեն մեր դեմքին, բայց մենք պիտի նայենք Քրիստոսին, երկերով գնում գալիս էին պաշտամունքի, ուրախ ու զվար, այդ ինչ հաղորդակցություն է, երկնքի օրեր էինք ապրում, բայց այսօր ինչ է կատարվել, որ մարդիկ այսօր խոստումը Աստծո տված խոստման չէ վստահում, աչուձախ ես նայում, սիրելի հոգի, դու Տիրոջը նայիր, նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, Հիսուս Քրիստոսին, նա նույն է, երեք, այսօր և հավիտյան, ասենք փառք նրան, նա այստեղ է, նա մեր մեջ նա, նա ուզում է նրա հոգին է մեր մեջ, երկնքի արքայություն ասում է ուրիշտեղ մի փնտրիր, քո ներստին է սիրելիս, դու նրան կանչի, բաց քո սիրտ ասա Տեր, ես ուզում եմ այսօր քեզ հետ հաղորդ լինել, այսօր ուզում եմ քեզի ճաշակել, իմ ներսը որպեսզի ջրվի, ինչքան վատ են հողը, որ ջուր չկա, ճաչկվում է, կանանչը անգամ վարվում է, սիրելիներ, շրջապատված օրինակները մենք պիտի տեսնենք, դրանք բոլորը խորհուրդ ունեն, որ ես հասկանամ, այս բույսը եթե ջուր չկա, չորանում է, այն կյանքում այսօր հաղորդակցություն չկա, ես մեռնում եմ, բայց Աստված ասում է, Իսրայել, ով Իսրայելի տուն, ինչու մեռնես,
Աստված մեր նողի մերները չի ուզում, ամբարիշտի կորուստը չի ուզում, նա գիտի ինձ ու քեզ, որ մենք հող ենք, հող, 103 Սաղմոսում ասում է, ես գիտեմ, որ դու հող ես, և նա մեր մեղքերի համար չի ատուցանում, սիրուներ իշքան մեծ ամեր Աստված, ամենամեծ պատմական մեծ խոստումները մեզի են տրված, այդ խոստումը վերցրուր քեզի, հավատքով բնդիր քո թույլ դու Սուրբ Ոգին քո սրտի մարմնը հեն տախտակների վրա, որ դու զորանաս, որ դու լեցվես Տիրոջով, ուրախանաս և միշտ ուրախ լինես, անկախ թե ինչ է կատարվում քո կյանքում։ Սիրելիներ, թող Աստված օգնի, թող Տերը զորացնի չեմ ուզում երկարացնել, թող Աստված օգնի, մենք այսօր ճանաչենք այն բաները, որ Աստված մեզի տվել է։ Տեսեք, Հովհաննես ավետարան 17:26 և կանոնը անոնց ճանչեցուցի, ու պիտի ճանչեցնեմ, որպեսզի այն սերը, որ դու զիս կեցիր, անոնց մեջ են, ու ես էլ անոնց մեջ, հալելույա։ Տերը ուզում է, Տերը տեսնում է սիրելիներ, որ այն հոգին իր սիրտը բացի, Տերը հայտնվի այդ սրտի մեջ։ Ինչու ես թողնում, որ Տերը սրտի դռան կանգնի թակի, ավելի լավ չէ քո սրտում բլավի։ Սիրելիներ, լավ է տապանի ներսը լինես, թե դրսում է, ավելի լավ է ներսը լինես։ Օրերից մի օր դուրը կփակվի, ու փաղողն է Աստված է։ Սիրելիներ, այսօր ժամանակ է, այս պատմական խոստումները մեզի են տրված, չեմ ուզում երկարացնել, գիտեք, այս մասին ինչքան որ խոսենք, այնքան ավելի խոսվի, ժամեր, ժամանակներ, օրեր չեն բավարարի, բայց կուզենամ, որ ավելի ես էլ կարիք ունեն լսելու, որտեղ լսող ականջը, տեսնող աչքը, Աստծուց պարտքերն, ասեն պարտքերն, որ լսենք, մի կառնենք և պտուղ տանք։ Երբ որ մենք այսօր այստեղից լսենք, լսելով լսենք, մի կառնենք, մեր մեջ պտուղը կլինի, որտեղ մանարեխի հատիկը ինքը զորություն ունի, սիրելիներ, հենց մտավ իմ սրտի մեջ նահատելու է, ու դու հաղորդացվելու ես, ինչպես ամառացի կինը հաղորդացվեց, ուրախությունով հազար գյուղը գնաց, ասես մեծյան է եկել, փրկիչն է եկել, իմ մասին ամեն ինչը պատմում է, այսօր ժամանակն է, այսօր մի մտածի, դե ես 30 տարվա, չգիտեմ 20 տարվա, 10 տարվա հավատային նշանակություն չունի, ամեն օր մեր ուխտը պիտի նվոգենք, ամեն, կապ Տիրոջ, բան Տիրոջ արավ,
արվեց ձևափոխվելս, ես տանվել եմ Մարտունիում, ոգևոր ծնունդ եմ արել ընտեղ, ձեր եղբայրն եմ հիմա պարտիրոչա և նապեմ որ ձեր մայրը։ Ահուց էի մեր եղբայրը։ 94 թվից ապաշխարել եմ։ Եվ այդ տարիներին իմ բախտ վիճակվեց Մարտունիում ես մանուկներով էի բախտ, մանուկների հետ ու Աստված իրականում ինձ բախտ վիճակվեց, որտեղ Աստված այնքան հրաշալի կերպով էր մեզ գործում, շատ օգնություն կար, մեծ օգնություն։ Ոչ թե ես գերագույն հաճույք եմ ստանում երեխեքի հետ շփվելու, իմ համար գերագույն հաճույքը այդ ժամանակահատվածում Տիրոջ օգնությունն է ողջ, որ ես այդ երեխեքի հետ աշխատում եմ Տիրոջ օգնությունով եմ լինում ամեն։ Աստված անենց հրաշալի մտքեր էր տալի, անենց հրաշալի ձևով էր այդ երեխեքին բացատրում, որ ես ինքս իրականում զարմանում եմ դա։ Մեկ մտածում եմ ինձ այսքան խելքով, իրականում ո՞ր է։ Ես այդքան հիմա է չունեմ իրականում, Տերն է տալիս, Տերն է մեզ շնորհում, փառք իրան, հալելույա, հալելույա։ Ժողովուրդ ջան, մենք հիմա կարամ չէ երկնքի մասին, Երուսաղեմի մասին գեղեցիկ պատկերավոր խոսել։ Մի անգամ երեխեքի որոշեցի սովորացնել խոնարհություն փոքրիկներին, որտեղ ինչ լմա ես հարթակվել, ես իմը, զգում ես էլի, որ երեխեքը միշտ ուզում են մեկը միշտ բարձր երևան, բարձրանան, ուզեցին խոնարհություն խոսան, բայց ո՞ւմ, երեխեքին ո՞ց սովորան։ Հələ ուշադիր լսեք Սուրբ Հոգին ինչ ես նկարագրում եմ երկնային Երուսաղեմը։ Երկնային Երուսաղեմը ինչ գեղեցիկ քաղաք է։ Տեսեք, ստե մի փոքր նկարագրումը, ես մի կարդամ Հայտնության գրքում 21-րդ գլուխ, ես կարդում եմ 18 խոսքից 19 խոսքերը։ Անոր պարիսպի շինված գասպից քարե էր, քաղաքը զուտ ոսկի է, մաքուր ապակի նման։ Քաղաքի պարիսպի նիմերը ամեն տեսակ պատվական քարերով զարդարված էին։ Ուտեղ քարերը նկարագրում են։ Այդ կարևոր չի, կարևորը որ քաղաքը զուտ ոսկուց է եւ տարբեր տեսակի պատվական քարերով զարդարված։ Տարիներ առաջ մեկը այսպիսի օրինակ պատմեց։ Տպավորված էր ինքը այդ հարսանիքի արարողության ժամանակ նկատել էր ինչ որ մեկը այդ թամադա ասվածը որ բաժակը վերցնում է կենացներ առաջարկում իր մատին մի հատ մեծ մատանի է ոսկե մատանի եւ մի քանի տեսակ քարերով զարդարված ասում է ինքան սիրուն էր ախպեր այդ մատնիկը մենակ տենայի ասում ինքը որ բաժակը ստանում էր ժողովուրդն են հայացքը տանում էին այդ մատանի հետ ցես բերում էր էսյան ցես նայում էին իրան հրապուրված են այդ փուճուրիկ մատանիով ժողովուրդ ջան դե հիմի պատկերացրա մի ամբողջ քաղաք երկնային Երուսաղեմ զուտ ոսկիից ոնց որ կարդացի եւ 12 տեսակ պատվական քարերով զարդարված ես այդ նկարագրում եմ երեխեքին բայց իրանց մակարդակի չափով Աստված ինձ սովորեցրել էր այն ամեն ինչ որ ես այդտեղ անում իրանց այդ տունտունի խաղալով չգիտեմ ինչ խաղալով այդպես բացատրեի որ իրանք հասկանան իրանց մակարդակին էի դառնում, իրանց չափ էի դառնում, որ ինձ ընդունեն, սիրեն եւ ես էլ իրանց էի սիրում, փառքիով։ Այդպես ստացվում է։ Երեխեքին բացատրում եմ այդ քաղաքը, շատ գեղեցիկ քաղաք է, ու հետո ասեցի Երուսաղեմ մտնելու պահը, որ Հիսուսը էշի վրա նստած մտնում է Երուսաղեմ։ Ասում եմ երեխեք ջան, առանց Հիսուսի էշի նստեց Երուսաղեմի պարիսպների կողքը կարող է չթողեի, ծեծեին արին, բայց որ Հիսուսը էշի վրա նստած էր, ընդհակառակ հələ արմավենը ճուղեր էին փռում ոտերի տակ, հələ իրանց հանդեսներն էին փռում, եւ այդ էշը մտավ Երուսաղեմ, որովհետեւ Հիսուսը էշի վրա նստած էր։ Հետո հարցրի, երեխեք ջան, հիմա ես Հիսուսի համար ինչ պիտի լինեմ, որպեսզի մտնեմ երկնային Երուսաղեմ։ Բոլորը միասին ասեցին, էշ, ալիքան։ Դետին մեկն ասում, հո, յորութակ ասեցինք էշ։ Ասի, ճիշտ եք ասում, երեխեք ջան, հասա, խոնարհությունը կարողացել երեխեքին այդպես բացատրել, ժողովուրդ ջան։ Իրականում մենք պիտի խոնարհվենք, էշ լինենք Հիսուսի համար,
որպեսի մեզի տանի մցնի երկնային Երուսաղեմ։ Այդ քաղաքով չի ուտում։ Սիրո քաղաք է։ Սիրո քաղաք, ժողովուրդ ջան, այնքան հրաշալի կերպերով ապերը գործել մեր կյանքում, ես հիանում եմ Տիրոջ գործելով, սքանչանում եմ Տիրոջ գործելով։ Տերը մեծ սքանչելիքներ արել մեր կյանքում։ Ժողովուրդ ջան, մի բան ասեմ։ Մի օր տարիներ առաջ մի հոգի մի ազնվորության մոտեցավ ինձ մի ուրիշից բողոքելու, իր ընտանիքի անդամից բողոքելու։ Մի քիչ բողոքեց, լսեցի, հետո ասեցի պետք է սիրես իրան։ Վայ, անցապես չես պատկերացնում ինքը իր ձևի անձնավորությունն է, դու որ իրան տեսնես իր այդ ապրես են, վաղ կիմանաս եւ այլն։ Մի ժողովուրդ ջան, ցես մի հատ հարց։ Ինչ եք կարծում։ Պետք է ես նստեի մի աթոռի վրա, ասենց իր հետ միասին այդ տվյալ անձնավորությունից բողոքեի, վայ, այդ ինչ ճիշտ ասում, վայ, ոնց է դիմանում քույրիկ ջան, այդ ինչ խղճալի վիճակ է, քո վիճակը, տես պետք է անեի։ Ասեցի պետք է սիրես իրան։ Ժողովուրդ ջան, մի խոսք կարդամ Սուրբ գրքից, տեսեք ինչ է ասում Սուրբ գիրքը։ Գրված է Հովհաննես ավետարան 13-րդ գլուխ 34 խոսք։ Նոր պատվիրան կտամ ձեզի, որ մեկ սիրեք։ Ես որ նորա հոգեի կարդում ես խոսքը, սրա նորը որն է տեր։ Սրա նորը որն է։ Միշտ էլ ասել ես սիրիր թշնամուդ, միշտ էլ ասել ես պետք է սիրենք իրար, միշտ էլ լսել են, գիտենք, բայց սրա նորը որն է։ Ասում է նոր պատվիրան կտամ ձեզի, որ մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Դուք էլ մեկ սիրեք։ Նորը ինչպես ես ձեզ սիրեցի։ Անշահախնդիր ինձ մեղավոր տեսնելով կարողանաս սիրես։ Ես արյան մեջ շաղախված, մեղքերի մեջ մեռած, մի կողմի վրա շպրտված ճամփեզրին, Տեր իմ կողքով անցավ ինձ ապրեսեց։ Չթողեց անտարբեր չանցավ իմ նկատմամբ, իմ կողքով անտարբեր չանցավ, ինձ ապրեցրեց ժողովուրդ։ Սերը սա էր, եւ այդ այն պարագայում, երբ որ ես իրան հակառակվելով էի առնաշաղախ ընկած, ես իրան հակառակվելով ընկել էի առնաշաղախ վիճակի մեջ։ Սատանան ինձ խաբել տարեր էր, խաբել էր ու տարեր գցել էր այդ վիճակի մեջ, ու ես նորից գնում եմ սատանային, չեմ գնում Տիրոջը։ Եվ այդպես առնաշաղախ ինձ մահամերձ վիճակում ճամփեզրին թողելա, որ ես մեռնեմ ուղղակի, բայց Հիսուսի կողքով անցավ, ինձ ապրեսեց։ Նա ուներ այդ իրավունքը, որտեղ նա իմ համար խաչվեց։ Նա խաչ տարավ։ Նա անցավ այնպիսի մի ճանապարհ, նսեմացման, խաչի ճանապարհ, որ ունեցավ այդ իշխանություն ինձ ապրեցնելու։ Ժողովուրդ, եթե ես չկարողանամ սիրել, իմ մեջ ատելություն է գալիս։ Իսկ ատելությունը բերում է նրան, որ ես չեմ կարողանալու սիրեմ ու կնստեմ, կբողոքեմ սրանից ու նրանից, որտեղ իմ մեջ ատելություն կա։ Տարիներ առաջ ես նորա հոգի, երևի մի տարվա հավատացյալ, արդեն հավատացյալ եմ, մեր արտակ եղբորը չգիտեմ, շատերը կիմանաք թե չէ, ես ու արտակ աղբերն էինք, այդ անգամ ոնց եղավ, աչք աղբորը չէի։ Արտակ աղբոր մոտ սկսեցի մեկից բողոքել։ Նորա հոգի եմ, բողոքեցի, դե չանեց։ Մեկ էլ անցավ մի օր, այդ որ նորից էլի արտակ աղբոր մոտ նույն անձնավորությունից սկսեցի բողոքել։ Ասեց Արութ աղբեր, կարող է դու այդ անձնավորության նկատմամբ ատելություն ունես։ Վայ, ասի չէ, արտակ աղբեր, չէ։ Հետո զգաստացա, ասի ոչ, դավելում է։ Ճիշտ է, չխոստովանվեց այդ պահին, բայց ես իմ անձս քնելով հասկացա, որ ես ատելություն ունեմ ժողովուրդ։
Իմ մեջ ատելություն կա տվյալ անձնավորության նկատմամբ։ Դրա համար էլ բողոքում եմ։ Ու իմ վրա աշխատեցի։ Ոչ չբռնի, չգիտեմ, վիստիպելով, բանով սիրեն, չէ, դες չէ։ Իմ վրա աշխատելը ծոմապահություն եւ աղոթքն է։ Տեր, ես էլ ուր եմ ասում։ Ես ատող մարդ եմ դառել։ Դու սիրում ես իմ նման մեկին, բայց ես իմ կողքին Եղովին ատում եմ։ Ես ի՞նչ մարդ եմ դառել։ Ես իմ ընտանիքի անդամին ատում եմ։ Ես ով եմ ես ուր եմ ասել։ Բայց դու իմ նման մեկին մեղավորին սիրում ես։ Հələ մի հատ ուշքի արի, ով ոգի։ Ես ուր ես ասել։ Մի հատ հետաքրքիր վկայություն կա, ժողովուրդ, ուզում եմ պատմեմ, շատ սևեր եմ էսի պատմել, մի անգամ ևս պատմեմ, մեր եղբայրներից մեկը երազ տեսիլք ա տեսնում։ Էլի իմ նման այդպես ինչ-որ մեկի նկատմամբ ատելություն ա եղել սրտի մեջ, որ չի կարող ասել ների, չի կարող ասել սիրի, Տերը երազ տեսիլք ա ցույց տվել։ Ինչպիսի երազ ա եղել։ Եղբայրը քնում ա, երազ ա տեսնում, որ ընձառյուծը գիտեք, չէ, ընձառյուծ, ինձ։ Սուրբ գրոց բառարանում այդ գրած ա, ինձ այդ ընձառյուծն ա եղել։ Տեսնում ա, որ էդի մոտիկանում ա իրան խեղդելու, ոշոտելու, և մի հատ չէ, շատ, մի քանի հատ։ Մոտիկանում են իրան, վախեցած վեր ա թռնում, ես ինչ ա պատահում։ Աղոտ կանում, ուսում ա Տեր, ես ինչ վախենալու երազ են, վայ։ Աղոտ կանում, ուսում ա Տեր, սրանց հեռացելու, որ անգիստ քնեն։ Բարկում ա նորից քնելու, նորից նույն երազ է, գազաները մոտիկանում են իրան։ Չի կարողանում քնի, ո՞ս քնի։ Վեր ա թռնում, ասում ա Տեր, երևի լավ չաղոթեցի, մի հատ լավ աղոթում, ջիգարով աղոթում, բայց էլի նույն երազը երրորդ անգամ կրկնվում։ Երբ որ երրորդ անգամ կրկնվում ա, ասում ա Տեր, դու ինձ բան ունես ասել, բայց ես չեմ հասկանում, ինչ անեմ։ Ձեն ա լսում, ձայն ա լսում, ասում ա սիրիր դրանց։ Ախր Տեր, ոնց սիրեն դրանց, գազաներին ոնց սիրեն, գազան են դրանց ոնց սիրեն։ Հենց ձեն չի լսում, դե մի անգամ ասել ա, որ երկրորդ անգամ չի ասել։ Դատի սիրի, քնում ա, որ մոտիկանում են, հետում ա իպր թե սիրի, պուշ ջան, բայց ավելի ամետ ա։ Երկու անգամ ավելի մեծ ա դարնում։ Վախեդա զարդնում ա, ու լացելով ասում ա Տեր, փորձեցի սիրեմ չստացվավ, էլի։ Ասա, ես ինչ անեմ։ Տերը ասում ա, սրտանց սիրի դրանց, սրտանց սիրի, տենց պուշ անելով չի է, սրտանց սիրի։ Երբ որ նորից պարկում ա քնելու, դե գիշեր ասա, գիշեր դեմնատեց այդ իրավիճակի մեջ փորձություն, Տեր ուզում ա սովորեցնի։ Եվ այդ պատմություն ես, որ եկել ասել ա ինձ, ես էլ եմ սովորել։ Պայքարելու ատելության, նախանձի, չարախոսության դեմ։ Պայքարելու դրանց դեմ։ Երբ որ քնում ա եղբայրը, նորից գալիս են այդ ընձառյուծները, գազաները իրան մոտիկ։ Ինքը գնում ասենց, որ ողջագուրվի, արի, ես քեզ սիրում եմ, փորձում ա բռնի, չքանում են անետանում։ Ասում ա, որ այդքան հեշտ ա, ես քեզ էլ եմ սիրում, մյուսին ա սիրում, այդ մյուսին բոլորին սիրելով անհետացնում ա իրեն կյանքի։ Հասկացանք, չէ՞ ժողովուրդ ջան, դա բանն ա, մարդու մեջ եղած ատելությունն ա, նախանձն ա, եթե քո մեջ կա ու չես սիրում, հələ փորձի մի հատ սիրի, տես ոնց անհետանում նախանձն ու ատելությունը քո մեջից, սրտանց սիրի, ու պուշանելով չի, սրտան սիրի, քո մեջից կան հետանա ատելությունն ու նախանձը։ Ժողովուրդ ջան, այդպիսով ես որ վերջերս իմ տղաս մի աղջիկա մատին մատանի դրեց։ Այդ աղջիկը ուրախ ընդունեց։ Հիմա իմ տղայիս հաշնացումն ա, հələ չեմ բերել, բայց ո՞վ պետք է բերել։ Ես իրան ասեցի, բարես, այդ որ մատանին դրեց ուրախ ընդունեցիր։ Ընդունեցիր ուրախ։ Բայց հələ սպասի ես իմ տան կարգ ու կանոնը ասեմ, օրենքը ասեմ։ Չէ որ հոր տնից գալիս մեր տան ուրիշ օրենքներ են։ Մի հատ այդ օրենքները ասեմ, կարող ա քեզ դուր չի գալիս։ Ու ես ուրախ ընդունում։ Լսում են ժողովուրդը, թե ես ինչ օրենք պիտի ասեմ։ Ասեցի, մի անգամից ասեմ, բալես, որ մեր տունը ոչ մի տեսակ օրենք չկա։ Օրենք չկա, մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք։ Բայց
Մեր տունը մի պարտադիր կանոն կա, որ մենք իրար պիտի սիրենք, եթե դու չես կա, ես վատ եմ, չարն եմ, գորոզ եմ, նախանձ եմ, չգիտեմ, քո կիսուրը ապագա, կարող եմ իտեղ քեզ նեղացնի, կարող եմ քո վրա խոսի, կարող եմ շերեփը ժամանակից շուտ չտա քո ձեռը, իշխանությունը, էլի գիտեք, կիսուրները լավ կասեմ, շերեփը չտա քեզ, կարա սիրես, եթե կարա սիրես, խնդրեմ արի տունը հարց, եթե պարտադիր է սիրո կանոնին համաձայն չես, իմ տունը մտնելու իրավունք ունի։ Բնականաբար ինձ համաձայն բան, բայց ես դրան եզրափակիչ խոսք պիտի կարդամ եւ աղոթի գնամ։ Հռոմեացիս, երևի արդեն շատերը գիտեք ինչ համար պիտի կարդամ։ 13-րդ գլուխ 8-րդ խոսքից եմ կարդում։ Բնավ մեկուն պարտական մի գտնվեք միայն մեկ սիրելու, որովհետև ով որ ընկերը կսիրե, օրենքը կկատարե։ Եթե ես սիրում եմ, ինչ օրենք։ Եթե ես քեզ սիրում եմ, ոչ կգողանամ քո ապրուստը, ոչ քո դեմը սուտ կխոսամ, ոչ, չգիտեմ, իմ գլխից քար աղա, մեկ այսպես սիրելու եմ։ Այդ ինչ գործ ունի Տերը օրենքը։ Սերը օրենքը խափանում է։ Սերը կատարելության կապն է, ժողովուրդ ջան։ Առանց սիրո մենք երկինք չենք գնալու։ Մեր երկնքի ճանապարհը սիրով լցված սրտերն են գնում։ Առավոտի Տիրոջ անուն, հալելույա։ Բասնզի այն մի շնանարը, մի սպաները, մի գողանարը, սուտ վկայություն միները, մի ցանկանալի ուրիշ, ինչ պատվեր որ կա բոլոր այս խոսքին մեջ կբովանդակվի, քոնկերը ծիրես, խանձի պես, Աստված օրհնի։ Աղոթքի գանք եղբայրներ։ Oh
Սուրբեր կան և մեզ է շնոր է արել աստված, որ այս արդարության սեղանից օգտվենք դերետով պարապրուպի մի բառ է բարձր անալցանների դիտողս ունենք, որն է կոչումը աստծո որդի այսօր դու այդ իրական կոչումին հավատա, հավանիր և ապրիր դրա մեջ դա քեզ խոստացել է աստված և ոչ մարդը, ամեն մարդու չափանիշները, աստծո չափանիշները չէ ոչ պատկերացումներն են մարդկային ոչ է, այսպես ասեմ, հասարակած որտեղ մարդիկ սիրում են, որ հասարակության մեջ կարծիքները, որոնք ձևավորվում են դա մեզ համար դառնում է առաջնորդության, այսպես ասած մի գրավական և մենք շատ ժամանակ առաջնորդվում ենք դրանով ասում ինչպես կարող եք ինչ ճանաչել, երբ իրարից փառք եք փնտրում դե գրված չի բանալ է դերը ես տեղերը չեմ ասելու, որտեղ համոզված եմ, որ բոլորը գիտեք հիշեցի մի հատ օրինակ է, որ մեր երբ որ այդ պաշտամունքի էինք 20 տարուց ավել երիտասարդների պատոք էր ընդեղ երեխեքի հետ էինք այդպես ասում եք երեխեք ճանով կարող ասեի ինչ բանը որտեղ է գրված առաջնորդ բաներ էին տալիս առաջարկներ որ առաջուկ կարդենք այն մասին հատ ճարպիկ երեխաներ են կարտակի տվել են բայդ գիրովակային հենց որ ասում է արսուն ապեր ասեմ ասում է ասած սուպեր կոմա գրված Ջեսի վիճեր իշխ մասում սուպեր կոմա գրված Դե Հիսուսը երբ որ մի բան էր լինում, նույնիսկ անօրենին ասեց դարձյալ գրված է ամեն շողորջ թող աստծո գիրին ու քո սրտի մեջ վերջի չիջի այդ ժամանակ իրականը դառնում այն սերը, որի մասին եղբայրը խոսում էր իրականը դառնում այնքան չէ, որի մասին միս եղբայրն էր խոսում, որ աստված ոչ մեկի մեռները չի ուսում նա կյանք է կյանք ժողովուրդ, եթե ես դա իջև այսօր չեմ հասկացել, իմ մեջ չի հասունացել, ինձ համար չի դարձել պարպակած սրտի ջուր, ինձ համար չեմ փնտրում այն որպես արծաթ և ոսկի, կնշանակի ես իրան դեռ չեմ ճանաչում։ Ես հավատում եմ նրան, բայց ճանաչում եմ փրկչի, բայց ոչ օծյալ Քրիստոսին։ Այսօր շատ շատերը գալիս են փրկչի մոտ։ Ինչ պրկի կիսուրից, մեկը գալի աղոտում կիսուրը կարող աղոտում վայ, ես հարսանցի կեր երակեր է, դրանից ընձի պրտեցրա Եկ ճար չկա իսուր չեմ Իմի երկու աղբեր կգան, իրենց դադերը բերեն թե հարևանից կգա մեկը ողքի թե տնորենից թե գյուղապետից չգիտեմ բայց բոլորը գալիս են շուրի բան կամ ուսելու կամ պրկվելու պրկչի տեղը գիտեմ Ուշադրեք ինչ եմ ասում, անհավատներն է պրկչի տեղը գիտեն, մոմ կվարի, ձուն կծռի, ողք բարձասնի, այդ բային ասում աստված ջան, չես մնելության ինձ, չես ինչ կճանաչեք ինձ, կկանչեք, բայց ձեր բերանով ինձ, դեր կկոչեք, բայց ձեր սրտերը ինձանից մեռացած էին, ավակ որդու ամբողջական կերպարը դա էր, իր հոր մնեցվածքն էր իր հետաքրքին, բայց ոչ հայրը, հայրը իր հետ էր, բայց ինքը հոր հետ չէր։ Այսօր իմ ու քո վիճակը ինչպիսին է իրական ժողովուրդ ջան։ Ես նայում իմ ու քո հայրի մեջ ու այդ անդրադարձը ինձ այդ խոսի ու ասի իրական իմ կերպարը, իմ կեցվածքը, իմ շարանակը, ինչպես է տնօրինում այն որ ինձ տալիս է 24 ժամ կենդանի աստված։ 7-րդ դերը հանգստացող Բեծ օրում մեծ ձևակերպող իր պատկերով և նմանությամբ աստվածը երկինքների երկնքից եկավ անձամբ իմ ու քո հարցը լուծելու ոչ քերոբե ուղարկեց ոչ սերոբե ոչ հրեշտակապետերին ոչ հրեշտակներին անձամբ եկավ կցնեմ սրանք իրար որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը քայլում էր և
ուզում տեսնենք այս մարդկանց սրտի զարկը։ Մինչև հանդիպել Հիսուսին ինչպես էր աշխատում նրանց սիրտը, եւ հանդիպելուց հետո ինչ կատարվեց նրանց հետ, եւ ինչպես էր սկսում աշխատել նրանց սիրտը եւ միտքը, ինչ փոփոխություն կատարվեց նրանց հետ։ Առաջինը, չոր դրվում Լևացի ասում է, մի բորոտ մարդ մոտեցավ նրան եւ ասեց, թե եթե կամենում ես, ինձ բժշկիր։ Փառած Տերն ասեց, կամենում եմ եւ տպավ նրան, այսպես դեպած, եւ նա առողջացավ։ Ցույց տալով, որ այդ մարդկանց հասկացողության չափանիշը հաստատ համոզված էին, որ այդ հիվանդությունը աստվածանից է։ Եվ նա կպնում է հիվանդին, որ ցույց տալիս է աստվածն եմ, որ կայնած են դեր առաջ, բայց դուք ինձ չեք ճանաչում։ Այդ բորոտությունը իմ վրա իշխանություն չունի, ցույց է տալիս մնացած հասարակությանը։ Դա իրեն պետք չէ, ինչպես Ղազարոսի հայության ժամանակ, հայր, ոչ թե ինձ համար, այլ սրանց համար։ Եվ ասում է երկենքից մի ձայն լսվեցավ, հա? Դե չէ, իրան էլ պետք է ձայնը, թե ինձ ու քեզ։ Երկրորդ Տիրոջը ու նրա փառքը պիտի երևաց է վրա։ Ժողովուրդ ջան, իմ խոսքս ուզում ավարտել մի շատ լավ տեղով։ Հայ ազգ Երեմիա մարգարեություն 51-րդ գլուխ 27 խոսք Երեմիա մարգարեություն կարդում եմ 26 խոսքից մի կարդամ, որ ամբողջական լինի իմաստը 26 խոսքից Երկրի մեջ դրոշակ բարձրացրեցեք։ Չէ, ու քեզ մի անկյանքար եւ հիմքի քար պիտի չառնեն, քանզի հավիտենապես ավերակ պիտի լինես, ասե Տերը։ Երկրի մեջ դրոշակ բարձրացրեցեք, ազգերի մեջ փող հնչեցրեցեք, նրա դեմ ազգերը պատրաստեցեք, նրա վրա Արարատի, Մենիի եւ Ասկանազի թագավորությունները կանչեցեք, նրա վրա սպարապետներ դրեք, զորապետներ, մազոտ մարախներու ձիերի պես հանեցեք, անոր վրա ազգերը, մայրու թագավորները, անոնց կուսակալներն ու բոլոր նախարարները եւ անոնց սապատակ երկիրը պատրաստեցեք։ Առաջինը որ երկրի կանչեց, ճիշտ է։ Ով կարասի ինչ են կոչվում Արարատի երկիր։ Երկրորդ արարչագործության վայր, երկու արկա արմատի մեջ ար, մարդության երկրորդ ստեղծագործությունը։ Որտեղ պիտի ծնվել երկրորդ մարդը, որտեղից որ ծնվել էր առաջինը։ Ով ինձ եթե դու երեխա ես ունենում, քո փորձի շրջանում պատղաբերության վայրն է։ Երկրորդ երեխան քո թերի մեջ չի լինում ձևավորում, կամ ոտի մեջ, կամ գլխի մեջ։ Որտեղ է ձևավորվելու։ Նույնտեղը։ Բայց ո՞րն է տանել այդ մարդուն, եթե առաջինը թեից է ծնվել։ Այդքան կույր պիտի լինի մարդը որ չտենա։ Հա՞։ Երրորդ հոգևոր ծնունդը որն էր։ Ամբողջ ազգով ընդունեցին քրիստոնեությունը 301 թվականին։ Եվ ամենակարող Աստված մեզ հռչակեց, որ մենք իր ժողովուրդն ենք։ Ի սկզբանե մենք ենք երևիշտ։ Մենք պարտավորություն ու պարտականություն ունենք դրա համար։ Ոչ թե մենակ դեպի պարտանան, ամեն հայ խոսացողը դեր հայ չի, դու հայավանի պիտի ապրես։ Դու քեզ ցանկալությունը պիտի համապատասխանի դրան։ Դու կոչում արարչի որդի է։ Ոնց ես ապրում այսօր։ Դու քեզ հարցնում ես ինձ։ Եկեք աղոթքի կապենենք, խնդրենք, որ այդ կոչումը դերը հաստատի իր ամբողջ ներկայությունով, որը Քրիստոս Հիսուսի
մեջ։ Ամեն